Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ըստ երևույթին Թրամփյան չագերդյալ նվերները Պուտինին եւ Պուտինի գործակալներին ի Հայաստան եւ ի նախկին Սովետի տարածքաշրջան շարունակվում են եւ այդ քեղեցիկ չագերդյալ անշուշտ նվերները անընդհատ դրամատուրգները այնքան ցած գտանին, գցում են, ինչպես որ գսեն արևելայերեն, որ արդեն Քարեքին բի, որ ռուսական FSB-ի գործակալ է, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ընդհանրապես Հայաստանի ռսաստրուկներին, գոմնագիցները ի հագաբատկեր, բազմա 100 թրական մեկնաբանություններով հանդես եկող մեր հեռուստադիտողներին սկսած են գոշտ անգիրտ հայյանքների թիմել հանդեպ ծեր խոնարհձարային եւ իմ զրուցակից հայտնի հրաբարակախոս Ոսկան Մխիթարյանն։ Մենք շատ շնորհակալ ենք դիգնայք եւ բարոնայք հայեր եւ ոչ հայեր, որ ծածկանունով հանդես կուքակ եւ Facebook-յան էջի վրա եւ YouTube-յան AMGA-ի, ինչպես եւ Apo Jabarian USA Armenian Life YouTube-յան channel-ի վրա եւ ծեր թույնը գտապեք։ Եղածովը ծեր խոսքը միայն ու միայն թարախ է։ Ուրեմն թարախը ցեզ կպատկանի, բարեփոխաբար մեր հանրության չի պատկանի։ Եվ այստեղը քանի որ ինչպես որ գիշեն մեր հերոստատիդողները 3 շաբաթ առաջ երբ ծեր խոնարհձարան գախադեսում ըրավ եւ Թրամփի մեկ սիրապանական Պուտինի մասին սիրապանական հայտարարությունը յետքը մեմնալ դեսանք որ Երևանի մեջ Ռոբերտ Քոչարյանը ամիջավես մամլո ասուլիս հայտարարեց եւ ռուսական թևին ծարայող մամուլի գծորդներին հրավիրեց, որովհետեւ ինքը սկսի հոխորդալ, բայց ըստ երևույթին այն ժամանակ մենք բարձրացանեցինք, աղաղակեցինք այն փաստը, որ սա Թրամփի գողմե թրական գամքի դրսևորում չէ հանդեպ Պուտինին։ Իրականում Թրամփի գործունեությունը գպատկանի ոչ միայն Թրամփին։ Թրամփը գպատկանի աշխարհի վրա ամենաշատ ինստիտուցիոնալ, այսինքն հիմնարկային գառույց ունեցող պետության Ամերիկայի։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետության շրջանակներեն ներս բարեփոխաբար այնպիսի լավ համագարկ ստեղծված է հիմնադիր հայրերու օրերեն սկսյալ եւ միջև այսօր այդ համագարկը կշարունակվի ոչ մեկ անց ներառյալ նույնիսկ հիմնադիր հայր Ջորջ Վաշինգտոնը երբեք չէ հողորդած եւ ոչ ալ այսօր ոչ ալ վաղը ըլլա այսօր Թրամփը վաղը մյուսօրը XYZ անձնավորությունը ոչ մեկը չեն կարող հոխորդալ, որ իրենք ամենամեծ նաչալնիկն են, ամենամեծ բեդն են Ամերիկա։ Այդպիսի բան չի գա սիրելիներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ համագարկային բեդություն է սա, համագարկային ինստիտուցիոնալ բեդություն է սա։ Հետևաբար, ինչու այս փաստաթղթությունը։ Շատ բարձր է։ Ամերիկայի ինստիտուցիոնալ բեդության ղեկավար շրջանակները Եդևի նվեր պատրաստած են եւ Պուտինին եւ հետակային կտեսնեք նույնինքն նեո-օսմանյան երազներով առաջնորդվող Էրդողանին հիմա բայց շուտ է մոդաբակային այդ մասին հիմա վերադառնանք մեր այսօրվա չագերդյալ հերոսին Պուտինին որբեսի ավելի թիվուկ լա մեր ագնարգը միասին թիդենք այս դեսանյութը որ մենք ստացած ենք YouTube-յան ալիքի վրա Ուկրաինայի ներս նորակույն զարգացումներու մասին, որ Ռուսաստանի համար Պուտինյան ռուսական դաշնության համար
խայդարագություն է զատ ուրիշ ոչ մեկ բան է։ Միասին դիտենք եւ կշարունակենք մեր զրույցը։ Ռուսական հadoop ճոգադայինները փորձեցին թարանագալել Ուկրաինայի զորքերը, բայց նրանց ծրագիրը սարսափելի սխալ ստացվեց։ Մոտ 100 ռուսական հadoop ճոգադայիններ փախցացան Գազադարի մեջ եւ սողացին 10 մղոն կամ 15 կիլոմետր Գուրսկում ուկրաինական գծերի հետևում անցնելու համար։ Ի թշպախտություն Պուտինի, ուկրաինացիները արդեն իրազեկված էին, թե ինչ է կատարվում, եւ նրանք պատրաստ էին։ Նրանք փակեցին խողովակաշարի ելքը եւ անմիջապես վերացրեցին ռուսական հadoop նշանակության ճոգադայինների 80%-ը, իսկ մնացածը այժմ խեղդվում են ներսում։ Իրականում այս օպերացիան այնքան սարսափելի սխալ է անցել, որ այժմ ռուսական լրատվամիջոցները շրջում են Պուտինի վրա։ Ուրեմն ինչու Ռուսաստանն այդքան մեծ մոլախաղ արեց։ Ինչու են ռուսական լրատվամիջոցները այնքան դեմ հիմա։ Իսկ ինչ է դա նշանակում Գուրսկի աբակայի համար։ Եկեք քանթենք ամեն ինչ, սկսելով հենց նրանից, ինչ տեղի ունեցավ մարտի 8-ի վաղ առավոտյան, երբ բազմաթիվ ռուսամետ հերակրային ալիքներ բնդում էին, որ ռուսական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել Գուրսկի մարզում եւ գրոհել են Սուդզա հատվածը։ Դա հաստատել են Ուկրաինայի սեփական մամուլի ծառայությունը, երբ նրանք հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ սա հակառակորդի կողմից Սուդզայի ուղղությամբ տեղի ունեցած ամենամեծ լայնածավալ քրոհային գործողությունն է։ Հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ է, հավելելով, որ ռուսական ուժերը մեծ գորուստներ են գրում տարածքաշրջանում։ Ուրեմն, ինչպես որ տեսակ սիրելիներ, այդքան վարդակույն չեն այն երազները, որով Պուտինը եւ իր թրաձոները Հայաստանի մեջ, որում մեջ նաեւ կընդգրկվի այսպես կոչված Ղարաբաղյան մաֆիան։ Եվ այս նույն Ղարաբաղյան մաֆիայի մեջ իրենց ճագերդյալ պատկարելի դեղը գրաված են մի մեծ ասկային մեծ թյուրիմացություն Գդրիչ Ներսեսյանը, որուն այսօրվա ժամանակավոր գարքավիճակը իբրև թե ամենան հայոց կաթողիկոս է, որ նաև ծանոթ է որպես Քարեքին Բ։ Քարեքին Բ-ն այն ճագերդյալ հսկայական հերոսների մեկն է, որում մասին ըստ երևույթին բազմաթիվ վեբեր պիտի գրվին, իհարկե ժխտական լույսի տակ։ Հիմա մենք ունկնդրենք մեր զրուցակից Ոսկան Մխիթարյանի զեկույցը Քարեքին Բ-ի վերջին ճագերդյալ սխրագործություններու մասին։ Պարոն Չապարյան, չեմ կարծել, որ պիտի զարմացնենք մեծ տիտղոսները այս բարակային։ Այդքան ինչպես որ ակնարկեցիք, կարելի է Քարեքին երկրորդ կաթողիկոսի մասին ոչ թե հադորներ գրել, սկսելով իր վարդապետական օրերեն, թե ինչեր կատարած է Եվրոպայի տարածքին ուսանողության անվան տակ։ Շատ խոսած ենք այդ մասին եւ այսօր պետք չունենք գրկնելու։ Ժողովուրդը մոդեն ծանոթ է Քարեքին կաթողիկոսի նկարագրին։ Մեր մտահոգությունը այն է, որ դխրահարչակ անցմը այսօր Գրիգոր Լուսավորիչի աթորին վրա բազմած է եւ անփարդաբանորեն բռնաբեդություն կգործե ամեն օրեք անխդիր առանց մտահոգության, որովհետեւ ինքը կհավատա, որ անցեր մխելի է։ Եվ որովհետեւ գարենա անցեր մխելի մնալ, գրծած է ստրգացնել բոլոր անոնք, որոնք իր շուրջն են։
Այդ զոհերեն մեկու մասին անցյալ շաբաթ խոսեցանք, Խորեն վարդապետն է, որ այս շրջանին իրսելով դժբախտաբար Մոնտրեալ գաբրի փոխանակ ապրելու իր սիրած հայրենիքի մեջ։ Բոլոր անոնք, որոնք արիթ ունեցած են իր ելույթները թիդելու, այդտեղ պիտի տեսնեք, որ Խորեն վարդապետ որքան խոր ցավ ունի, անորամար որ այսօր ինքը այդ հողին վրա չէ եւ այդ հողին ուժը երբեք չսկար։ Միշտ կհայտարարե. ես ծնած եմ եկեղեցական լալու համար եւ ծառայելու իմ ժողովրդիս եկեղեցու ջամփով, դժբախտաբար այսօր աներավված եմ եւ մեկտի նետված եմ քուրչի նման։ Խորեն վարդապետ շատ բան ունի եսելիք Քարեքին, թե առաջին կաթողիկոսի մասին, թե երկրորդ կաթողիկոսի մասին, մեկը թրական, մյուսը ժխտական։ Հաջորդ տեսայերիզը պիտի լա այս մասին եւ մոդեմ պիտի ծանոթանաք բոլոր այդ հայտարարություններուն, որ Խորեն վարդապետ գնե։ Բայց երկու խոսքով ես փոքրիկ մեկնաբանեմ այդ բոլորը։ Քարեքին առաջին կաթողիկոսի մասին խոսած ադեն շատ քեղեցիկ բարեր գշարահյուս է, որովհետև երկուքին մոտ եղած է, որպես քավազանագիր։ Եվ ինք կհայտարարե, որ վերջին քարեքին առաջին կաթողիկոսի վերջին 1.5 տարիներուն 24 ժամ եղած է անոր գողքին եւ հոգադար եղած է նույնալդեն։ Բայց երբ որ գխոսի Քարեքին երկրորդ կաթողիկոսի մասին, սիրելիներ պիտի տեսնեք այդ փոթորիկը, որ ինք կաբրի, որովհետև այդ բոլորը սկացած է իր մարմին վրա, իր հոգին վրա, եւ հետեւաբար նույնքան դուք պիտի ցավիք, եւ որ Խորեն վարդապետի հարցազրույցը մտի գնեք։ Գնումների հետ կապված Գարեգին առաջինի հիշողությունը սա է։ Իսկ Գարեգին երկրորդ Կտրիչ Ներսիսյանի հետ մեկ անգամ Նյու Յորքում գնումների եմ գնացել եւ նա $5,000 կոշիկ է գնել։ Դա 22-23 տարի առաջ էր։ Այն ժամանակ Հայաստանի մարզերում $5,000 կարող էր բնակարան գնել եւ Գյումրիում մի անտուն կարող էր բնակարան ստանալ։ Եվ կարող եմ ասել, թե ինչն էր հրճվանքներ պատճառում Գարեգին առաջին լուսահոգի հայրապետին եւ ինչն է հրճվանք ու ուրախություն պատճառում Գարեգին երկրորդ Կտրիչ Ներսիսյանին։ Մի անգամ մտերմիկ ընթրիքի սեղանի շուրջ, երբ հայտնի դարձավ, որ արաբ մի աղջիկ մեր եկեղեցու դավարանքն է ընդունել, կնքվել, հանուն իր սիրեցյալ հայ տղայի եւ հայերեն է սովորել։ Վեհափառը լուսահոգի Գարեգին առաջինը այս փաստից ցնծության մեջ էր, հրճվանքի մեջ էր ուղղակի։ Իսկ Գարեգին երկրորդի արժե համակարգում իրեն տեսել եմ հրճվանքի եւ ուրախության մեջ, երբ անձամբ ինձ պատմում էր, թե ինչպես Իտալիայի ֆուտբոլի նախկին մարզչից մասաժիստից մասաժ է ընդունել ինքը եւ իր arczepiskopos եղբայրը եւ որ այդ հաճույքը ընդամենը արժեցել է 15,000 եվրո։ Ահա այս երկու հայրապետների նմանությունը եւ տարբերությունը, ինչպես օծը եւ դաղցը, ոչ մի նմանություն։ Ինչպես ծանոթացաք, սիրելի հերոստատիդորներ, սա ուղղակի ասկային հայտարարություն է։ Իհարկե իմ մեկ էյությանս մեկ մասը ինձ գուշեր, որ ամոթ է այս բացահայտումները թող չլան, բայց սիրելիներ, նժարի մեջ թները ետքը ես եկա այն եզրակացության, որ թող այս չագերդյալ, սնապար կյանք ապրող չագերդյալ հերոսները իրենք ամշնան, իրենց բահվածքի համար, իրենց աննկարակիր հոգեգերդվածքի համար, ինչպես որ անցյալ հաղորդումի մեջը սովետական երդասարտի հոգեգերդվածք ունեցող
անցի փնութակրեց անցով փնութակրեց Խորեմ Վարդապետ Հովհաննեսյանը եւ շատ ճիշտ փնութակրում է ուրեմն թող իրենք ամշնան բայց իրենք այնքան աներես են որ եթե չեմքեր ինչ դեղա իրենց երեսին վրա կսեն օ ինչ լավ է անցրև գդեղա ուրեմն մենք գալ բիդանցնենք մեր ժուրնալիստական առաքելության որտեղ ըստիված ենք եթե այս ժուրնալիստը իր բացահայտումը չկատարի մյուս ժուրնալիստը իր բացահայտումը չկատարի հապա որ ժուրնալիստը բացահայտումներ պետք է կատարի որովհետեւ մեր ասկը վերականգնի իր ներքին առողջությունը եւ վերաթարնա իր ագունքներուն եւ մի քեղեցիկ օր ասե մենք դարձյալ ուժեղ ենք ներքուս ուրեմն այս հաղորդումի ոգին առնել է յետքը նկատի առնել է յետքը թույլ տվեք որ ցեզի դեղեկացնեմ այն փաստի մասին որ արժանավատ շատ արժանավատ աղբյուրը USA Armenian Life-ի եւ Հայկյան շաբաթերթի խմբակցության փոխանցեց այն փաստը որ այն դարին որ Կարեկին բն եւ իր արյունագից Եզ ռասը որ Մոսկվայի չարաշնորհն է ինչպիսի հրճվանք ապրած են ֆիզիկական հրճվանք հեթանոսական ֆիզիկական հակաքրիստոնեական հրճվանք երբ իրենք մասաժ ընդունած են Իտալիայի հավաքականի գլխավոր մասյուզի կողմէ եւ այդ մասաժի արժեքինը 15000 եվրո վճարած է հայտնի անձնավորությունը Ռուբեն Վարդանյան որ հիմա Բաքվի փանդերու մեջը մեգուսացված է եւ իր առողջությունը օրս օրե առավել գվաթարանա եւ երկար լուրութենե յետքը վերջապես վերջերս իբրև թե մտահոգված է Ռուբեն Վարդանյանի առողջությամբ Կարեկին բն ելած ըսած է որ պիտի խնդրեի որ Ռուբեն Վարդանյանը իր հացաթուլը գանքնեցնե ինչ կսեիք այդ մասին բարոն Ոսկանյան ես չեմ կարծել որ ռադիկա ներքին ապրումով եղած հայտարարություն մնե որովհետև ասկի առաջ շատ հաճախ ասած ենք թե ինչ վարգապեգումներ եղած են հայ եկեղեցվո վարգի նկատմամբ գդարված ռուս եկեղեցվո արքեպիսկոպոսի կողմէ Բաքուի մեջ եւ Կարեկին Գաթողոս երբեք այդ մասին չի խոսած կամ մայր աթորը հստակ արդահայտություն հայտարարություն չի կատարած այդ մասին հիմա այս բարակային նույնն է հարցը փոխանակ Ռուբեն Վարդանյանին թելատրե մամուլով կամ հեոստատեսիլով եւ ասե որ պետք է թատրեցնես հացատուրը հերախոսը պետք է վերցնե գանչե իր հավատարիմ շեֆին Ռուսիո նախագահին Պուտինին ինչպես նաեւ ռուսաց Ալեքսեյ Բադերյակին Ադրբեջանի հոգևոր բեդին Ալաշուկիրին որոնց հետ նստած է նույն սեղանի շուրջ Մոսկվայի մեջ եւ անոնց մեկ խնդրե եւ վահան չէ որ ազատ արձակվին մեր քերիները ոչ միայն Ռուբեն Վարդանյանը մեր բոլոր քերիները անխդիր փոխանակ նման քրիստոնեական ոգի մցույց տալու այնպիսի հայտարարություններ գնե իշխանության թեմ նոր փոթորիկ ստեղծելու համար հայրենիքներս մորցակ սիրելներ Փակրած Սրբազանը իր օրտնության փողոցելով եւ գործընծուց եւ վարգապեգեց հայ եկեղեցին անշուշտ ինքնիգնալ վարգապեգելով այս բոլորը գլան Կարեկին Գաթողոսի օրտնությամբ ուր է մեր եկեղեցին ուր է մեր եպիսկոպոսական ժողովը երբ պիտի հովվեք ձեր ժողովուրդը
որ իր հավատքը գործունեացած է սեր պատճառով եկեղեցվո նկատմամբ այսօր անտուտնի վար քլդորված է եկեղեցին ինչպես պիտի փրկենք միան խորեն վարդապետը չէ որ անիրավված է ասինք չէ 100-ը ավելի եկեղեցականներ հերացված են իրենց ծառայության տաշտեն ինչու որովհետև Քարեքին երկրորդ կաթողիկոս իր գամքը պիտի բարդատրե ամենտեղ առանց բացառության ես պիտի խնդրեմ որ այդ տեսաերիզը որ ցույց դրվեցավ քիչ առաջ լավ մտի գնեք թե Քարեքին կաթողիկոս երկրորդ կաթողիկոս ինչպես ինքզին կբարդատրե եւ գանցնի առաջնորդներու վրայեն եւ գորոշե քահանան վարդապետը եւ այսօր խլած է իրավունք առաջնորդներեն քահանա ցերնատրվելու չի կարելի նման բան սիրելիներ հայ եկեղեցին կանոնակրություն ունի ամեն առաջնորդարան իր բարդավորություն ունի իր քահանաները հրաբարակ բերելու հոգևոր սպասավորության համար գաթողիկոսը մայր աթորի մեջ նստած չէ որ պիտի ասե հոմնան սրբազան ես պետք է արդոնեմ թե որու գրնաց քահանա ցերնատրել եւ ուր գրնաց զարայել մենք շատ լավ գիտենք քանիներ եկան հոս Քարեքին գաթողիկոսի թելաթրությամբ եւ բարդատրվեցավ հոմնան սրբազանին որ այդ քահանան եկեղեցվոմը զուխիմը սպասավորը դառնա մերժվեցավ սկիզբը բայց գիտեք Քարեքին գաթողիկոս անթրթվելի կմնա եւ որ որոշե բամը այսօր վաչե քահանան հոս է խոսած ենք վաչե քահանայի մասին մեզի համար խնդրո արարգան անունները չէ սիրելիներ մեզի համար խնդրո արարգան հայ եկեղեցականին վարգն է բադիվն է մեր ժողովուրդը միջին դարիքի եւ ավելին արդեն անոնք են եկեղեցի կացողները դագաբարդագավ գհերանան եկեղեցին ուրեն մեր երիտասարդները ինչպես պիտի հրաբուրենք երիտասարդները այս երիտասարդները համասարանական են այսօր անցյալի խեջ ու գորակ ցեղասպանության են ժողովրդներու զավակները չեն որոնք դիվ ու քիշեր փորձեցին ընտանիք հասցնել մեծնել այսօրվա սերունդը բարեգեցիկ ընտանիքները գուքան եւ համասարանական են հետեւաբար երբ որ գուքան եկեղեցի փամը գուզեն դանել իրենց հետ ով պիտի դա այդ փանը Աբեդարանի խոսքը ով պիտի դա այս երիտասարդներուն եթե ոչ բարդացրված քահանան պատրաստված վարդապետը եւ ոչ թե թերատրված քահանան իր ասպարեզեն ցախոված քահանան անհատը որ եղած քահանա եղած է ժամանակ անցած է սիրելիներ 21-րդ դարն ենք բանջկները դարբեր են եկեղեցվո ուժը պետք է կործածենք հանուն մեր հայրենիքին հանուն մեր ժողովրդին որը մեզ մասը արտասահմանի մեջ է մենք բոլորս պետք է հայրենիքը լանք եւ զորացնենք հայրենիքը դժբախտաբար արտասահմաննալ փայլուն վիճակ մչունի միասնականություն մչունի այս բոլորի մեջ դխուրթեր ունի եկեղեցին մեր նվիրապետական աթոռները որովհետեւ ցախողած են իրենց առաքելության մեջ հոս է շան գլուխը եթե եկեղեցին առողջ չլա իր ժողովուրդն առողջ կլա որովհետև իր մատակարարման մեջ ինքը Աբեդարանի սկզբունքներով գարաշնորթվի մորցած ենք սիրելիներ Աբեդարանը այսօր իսկ բարգեշտ եկեղեցականներ որոնք Աբեդարան կքարոզեն գահալացվին այսօր ըլլա գաթողիկոսի կողմ է ըլլա իրենց առաջնորդին կողմ է օրինակներ շատ բերին անցյալ անգամին Բուլգարիո թեմի մասին խոսեցան Աբեդարան քարոզող քահանան գահալացեն փոխանակելու բրավո ժողովուրդը որքան քող է ավասիկ տուն բաճար գտարնաս որ ժողովուրդը առավել եւս կա եկեղեցի եւ հաղորդվի Աբեդարանի
ուսուցումներով։ Փոխանակ այդ բոլորնելու թադամարտեք քահանան։ Չհասկացան, մինչև երբ բիդի շարունակեք այս բռնագալությունը։ Չմոռնաք եկեղեցվո չափ մագնիսական ուժ ունեցող հաստատություն, գազագերբություն չունենք մենք, որ գնա ժողովուրդը համախմբել։ Բայց չարաշահենք այդ մագնիսական ուժը հանուն մամոնային, այդ է որ ցույց կտաք դուք ժողովրդին։ Ձեր խելքն ու միտքը դրամն է, գալվածն է, ադոր զոհն է նաև խորեն մարդաբեդ եւ իրենպես 100-ը ավելի բարգեշտ եկեղեցականներ։ Ժամանակը հասած է, ամեն անգամ կգտնեմ ժողովուրդ պետք է դեր կանգնի իր եկեղեցվո եւ բոլոր փերեզակները, լումայափոխները եկեղեցի են դուրս վրընդե հանուն ավետարանին, որուն համար բարգեշտ եկեղեցականներ ձունգի եկան եկեղեցվո խորանի առջև զարայելու իրենց ժողովրդին։ Թույլ տվեք այդ բարգեշտներուն, որ զարայեն հայ ժողովրդին, հանուն հայրենիքի եւ հանուն հայ ժողովրդի վերելքի։ Բարոն Մխիթարյանի կորձնական առաջարկության վերաբերյալ թույլ տվեք որ ցեզ դերակացնեմ, որ Armenian Church Reform հայ եկեղեցու բարեկարգում գազագերբությունը եւ որուն ղեկավարներն է բարոն Մխիթարյանը սիրով կընթարաչե, եթե հարցեր ունիք, թե ինչպես կարողանաք օգտակար լալ հայ եկեղեցու ներքուստ բարեզարտելու առաքելության մեջ գապ հաստատեցեք։ Զանգ տվեք USA Armenian Life-ի խմբակցություն եւ մենք կփոխանցենք ծեր անունը եւ հեռախոսի համարը Armenian Church Reform հայ եկեղեցու բարեկարգում գազագերբության եւ որոնց այդ գազագերբության ղեկավարության գլխավոր առաջադրանք այն է որ սիրեներ որպես հավատացյալներ անոնք ովքեր մգրդված են սուրբ միրոնով նովին կորձով by default նովին կորձով իրավունք ունին իրենց նախասիրած առաքելական հայ առաքելական եկեղեցու զուխի անդամ դառնալու եւ ծեր իրավունքները ավելի բարձրացնելու համար հայ եկեղեցու բարեկարգման ղեկավարությունը պատրաստ է ծեր հետ զրույց ունենալու եւ պետք է ասել որ անոնք ովքեր կփապակին մեծնդանն գիլիգյո եկեղեցական զուխի միանալ կարող են օրենքը հստակ կերպով գսե Ամերիկայի մեջ եւ արևմտյան եւ արևելյան եւ գետրոնական միացյալ նահանգներու մեջ ամենուրեք եւ մայր աթորի հովանին դա կորձող եւ մեծնդանն գիլիգյո հովանին դա կորձող եկեղեցիներ ունենք եւ այդ հայաստանյաց առաքելական եկեղեցու անդամ եկեղեցիներու զուխերու թռները լայն բաց են ծեր իրավունքները հետ ճիշտ ծեվով հետապնդելու համար եւ որբեսի քարիքինի գամ ինչ որ մեծնդանն գիլիգյո մեջ հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի մաֆիայի գծորդներու գողմե արկելքներ որ հանդիպիկ Armenian Church Reform հայ եկեղեցու բարեկարգման ղեկավարությունը պատրաստ է աջակցելու որբեսի ծեր իրավունքները ճիշտ ծեվով պաշտպանվին այնպես որ մի թողեք որ քարեկին բի գլխավոր գծորդը օրինակ համար միացյալ նահանգներու արևմտյան այս տարածքաշրջանի մեջ Հովնան Չարքեպիսկոպոս Տերդերյանը եւ իր գծորդները արկելք լան ծեր անդամակրվելու իրավունքին Ամերիկայի սահմանադրական օրենքով ոչ մեկ իրավունք ունի արկելք հանդիսանալու շնորհակալություն